Բարի գալուստ Cut Show։ Այսօրվա մեր հյուրը Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանն է։ Եթե դուք նույնպես ցանկանում եք ձեր նկարանումներն անցկացնել նման գեղեցիկ տաղավարում, տեղեկացնենք, որ մենք գտնվում ենք Alpha ֆոտոստուդիայում։ Այստեղ առկա են տարբեր ոճերի տաղավարներ եւ պրոֆեսիոնալ տեխնիկա, ցանկացած տեսակի նկարանումներ կազմակերպելու համար։ Հարցազրույցի առաջին փուլը կոչվում է ստվեր եւ խորհրդանշում է հյուրի հետ ծանոթության առաջին քայլերը։ Ողջույն Հենրի։ Ողջույն։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ ես։ Շնորհակալություն նաեւ հրավերի համար։ Ինչպես սկսվեց քո ճանապարհը պրոֆեսիոնալ սպորտում, բռնցքամարտում եւ ինչպես հասկացար, որ սա քո կյանքի գործն է։ Բռնցքամարտով զբաղվել եմ շատ փոքր տարիքից եւ առաջի հաղթանակից հետո հասկացա, որ ընտրել եմ ճիշտ ուղի եւ դարձա Եվրոպայի չեմպիոն, արդեն հասկացա, որ սա իմ կյանքի ոչ թե մասնագիտություն է, այլ նաեւ կյանքիս աշխատանք։ Ով էր առաջին մարդը, ով հավատաց քեզ, երբ նոր էիր սկսում այս ճանապարհը։ Ընտանիքիս անդամներս, մայրս շատ ինձ քաջալերում իմ մենամարտներից առաջ։ Ոնց որ լրիվ հասկանա ինքը իմ մասնագիտությունը, իմ սպորտը, իմ չափ հասկանում է, որ ռինգ եմ բարձրանում, որ մայրս ինձ հետ հավասար միանշանակ։ Դու հաղթարել ես նաև դժվար շրջաններ, որակազրկման շրջան, ինչը օգնեց քեզ չկոտրվել եւ չհանձնվել վերադառնալ ռինգ։ Մոտիվացիաս երևի, դժվար ճիշտ եք ասում, դժվար ճանապարհ շատ եմ անցել։ Երևի մոտիվացիաս, որ դառնամ ես ինքս ինձ հաղթարեմ, որ բարձրանամ ինչ բարձունքների մոտիվացիաների։ Ես շատ իմ բնավորությունը շատ մոտիվացված անձնավորություն եմ, իմ թիմ ընկերներն դա կհաստատեն, որ ունեմ այդ sense կոպիտ ասած կայծերի մեջ։ Կան արդյոք սպորտսմեններ, ովքեր ոգեշնչել են քեզ այս ասպարեզում։ Միանշանակ ես ոգեշնչվում եմ այդ չեմպիոններով, ինձ մոտիվացնում են իրանք, որ ես ինքս ինձ փորձում եմ ապացուցել, որ կարող եմ ես էլ դառնալ այդ մակարդակի բռնցքամարտիկ։ Շատ լավ։ Որն է պրոֆեսիոնալ սպորտի ամենադժվար կողմերը։ Երևի ամենադժվար կողմը ըստ ինձ հոգեբանությունն է։ Հոգեբանորեն պետք է շատ լավ պատրաստ լինես, հոգեբանորեն ամենակարևորը հոգեբանությունն է ըստ ինձ։ Իսկ որն է քո ամենաուժեղ կողմը որպես բռնցքամարտիկ եւ ինչ հմտություններ ստիպած եղար քո մեջ զարգացնել քո այդ ճանապարհին։ Իմ ուժեղ կողմը ես երևի իմ կարգապահությունն է, իմ դիսցիպլինան, ես դրանով եմ հիմնականում ես առհասարակ շատ տաղանդավոր ազնվություն չեմ, բայց իմ աշխատասիրությունն է, իմ կարգապահության շնորհիվ ես կարողանում եմ հաղթել։ Միայն իմ աշխատասիրությունն է։ Եվ վերջ այդքանով կարող եմ վերջացնել ասած։ Բռնցքամարտի մասին շատ կարծրատիպեր կան, որ մարդիկ մտածում են եւ որ կարծրատիպը որ միֆը ամենաշատը կցանկանայր կոտրել։ Որ բռնցքամարտը դա օղակի կռիվ չէ, դա խելքի, կարգապահության նորից մեջ կբերեմ։ Երևի ավելի շատ պետք է ունենաս բռնցքամարտի IQ, ոչ թե ֆիզիկական բարձր տվյալներ։ Դա միանշանակ դա ձեռքերով կռիվ չէ, դա մտավոր միանշանակ մտավոր աշխատանք է։ Ինչ խորհուրդ կտայր սկսնակ բռնցքամարտիկներին։ Որ երբեք չհանձնվեն, ամենաառաջնային բանն է սպորտում, թե կյանքում, թե ինչ-որ բիզնեսների մեջ, ամենաառաջնային բանն է չհանձնվելը։ Եթե մարդ կա իր մոտ շատ ուշ է ստացվում, օրինակ 25 տարեկանում, 26 տարեկանում, շատ ուշ են կարողանում գալ այդ կոպիտ ասած ոսկե միջինին, եւ պետք է համբերատար լինեն էլի։ Պետք է համբերատար լինեն եւ չկոտրվեն եւ հաստատ կլինի էլի, հաստատ, որտեղ դες մի հատ խոսք կա, չէ, ասում են 10-ից կարագերն չի մնում։ Այդ ես միշտ տենց եմ մտածում էլի, որ պետքա չկոտրվես, պետքա միջև վերջ գնաս ու միշտ պետքա քո նպատակների ճանապարհին խուլ լինես, որ ոչ մեկի չլսես, եթե ինչ-որ մեկի լսեցի դու քո այդ կյանքի ճանապարհին չի ստացվի։ Շատ լավ։ Մենք տեսնում ենք, որ ներկա պահին դու վնասվածք ես ստացել,
Ինչ խնդիրներ ա քո մոտ ներկա պահին առաջացել եւ ոնց ես պատրաստում դրանք հաղթահարել։ Վնասվածքս շատ ծանր տարա վնասվածքիս համար, երևի դա էլ մի դժվարություն է, որ պետք է հաղթահարվի։ Առաջիկայում ունեի մենամարտ եւ ցավոք սրտի հետաձգվեց վնասվածքիս պատճառով։ Հիմա բուժում եմ ուղղակի։ Հիմա այսօր հանգստանում եմ եւ բուժում եմ վնասվածքս։ Բուժելուց հետո կանցնեմ լիարժեք սպորտին արդեն։ Լիարժեք պարապմունքները կվերցնես։ Շատ լավ։ Եվ որոնք են քո գլխավոր նպատակները այս տարվա համար եւ որտեղ ես քեզ պատկերացնում 5 տարի անց։ Այս տարվա նպատակներն է հաղթել առաջնային բուժել վնասվածքս, երկրորդ չստանալ վնասվածքներ եւ հաղթել առաջիկա բոլոր մենամարտերում։ 5 տարի հետո պատկերացնում եմ ինձ աշխարհի չեմպիոնության գոտու համար մենամարտելիս եւ հավատում եմ ինձ, որ ես կարող եմ անել դա։ Շատ լավ։ Երկրորդ փուլը բաղկացած է բլից հարցերից, որոնք ակնկալում են կարճ եւ համառոտ պատասխաններ, եւ այն կոչվում է կիզակետ։ Նկարագրիր քեզ 3 բառով։ Ուժեղ, մոտիվացված եւ նպատակասլաց։ Մայք Թայսոն թե Մուհամեդ Ալի։ Մուհամեդ Ալի։ Մուհամեդ Ալի ավելի շատ համեստ կերպ էր որպես։ Դե Մուհամեդ Ալին, որ ճանաչված բռնցքամարտիկ է եւ չգիտեմ, փոքրուց շատ եմ սիրել այդ։ Վիկ Դարչինյան թե Արտուր Աբրահամ։ Արտուր Աբրահամ։ Արտուր Աբրահամ։ Նկարագրիր քո մանկությունը 3 բառով։ Կռվարար, խելացի, սպորտսմեն։ Նկարագրիր իդեալական առավոտը ըստ քեզ 3 բառով։ Թեյ, մարզում, քուն։ Առավոտյան քուն։ Այո, մարզումից հետո։ Մարզումից հետո։ Որն է ըստ քեզ ավելի կարևոր՝ տաղանդը թե կարգապահությունը։ Կարգապահությունը։ Դիսցիպլինան։ Միանշանակ։ Միանշանակ։ Ռոկի Բալբոա թե Իվան Դրագո։ Ռոկի։ Ռոկի։ Կարդիո թե ուժային մարզումներ։ Կարդիո։ Կարդիո։ Ուժային, բայց բռնցքամարտին նույնպես կիրառվում է։ Հա։ Միանշանակ ուժայինը կարևոր է շատ բռնցքամարտի հետ։ Ամեն մի դետալ շատ կարևոր է բռնցքամարտին, եթե ինչ-որ մի դետալ պակաս լինի, չի կարող։ Ծով թե սարեր։ 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 Ավելի շատ մաքուր օդ։ Միանշանակ սարեր։ Փոքրուց շատ եմ սիրել, ոնց որ ինձ հոբի է այլի սար բարձրանալ։ Դու ծնունդով որտեղից ես։ Վանաձորից։ Վանաձորից։ Դա պարզ արդեն։ Մի ֆիլմ, որը ըստ քեզ բոլորը անպայման գոնե մեկ անգամ պետք է դիտեն։ Ծաղիկը։ Ծաղիկը։ Այո։ Լևշա։ Այո։ $1 քեզ թե $2 կարիքավոր ընտանիքին։ $2 կարիքավոր ընտանիքին։ Քո ամենասիրած երգը բոլոր ժամանակներում։ Էմինեմ։ Ինչ ես նախընտրում ավելի շատ հաղթել նոկաուտով թե միաձայն որոշմամբ։ Նոկաուտով։ Իսկ հաղթել առաջին ռաունդում թե 12 ռաունդ թեժ պայքարից հետո։ Թեժ պայքարից հետո։ Թեժ պայքարից հետո։ Սովորաբար նախընտրում ես մարզվել առավոտյան թե երեկոյան ժամերին։ Երկուսները։ Որն է ըստ քեզ ավելի դժվար՝ ֆիզիկական ցավը թե հոգեբանական ճնշումը։ Հոգեբանական ճնշումը։ Հոգեբանական ճնշումը։ Որ բռնցքամարտիկի հետ կցանկանայիր ընկերություն անել պատմության ցանկացած ժամանակահատվածից։ Վասիլի Լոմաչենկո, իմ ամենասիրած բռնցքամարտիկն է։ Երրորդ փուլում սկսվում է անակնկալ խաղը։ Հյուրին կցուցադրվեն տարբեր մենամարտներից ընտրված դրվագներ, եւ նա պետք է գուշակի ինչ ընթացք կստանա մարտը։ Առաջին տեսարանը։ Լեգենդար Մայք Թայսոնի Չէ, ինձ թվում է չի կարող բարձրանալ։ Չի կարող բարձրանալ։ Ճիշտ էր, քանի որ չէ, չէ։ Ինձ թվում է կարող է բարձրանալ, որովհետև շատ ուժեղ հարված չստացավ։ Ուժեղ հարված չստացավ։ Պատասխանը ճիշտ է։ Մուհամեդ Ալի լեգենդար տեսարաններից։ Չի կարող բարձրանալ, որովհետև նրա հարվածները շատ դիպուկ են։ Դիպուկ են։ Տեսնենք։
Իրականում սա այն բոքսի վիճելի տեսարաններից մեկն է, երբ բռնցքամարտիկը երկար տանջվելուց հետո բարձրանում է, բայց նա արդեն պարտված էր։ Պես որ համարում ենք ճիշտ։ Ինձ թվում է չի կարող բարձրանալ, որովհետև շատ սուր ծանր ընկավ։ Ծանր ընկավ։ Տեսնենք։ Փորձում է, բայց ոնց որ Չի ստացվում։ չէ։ Ինքը փորին հարված է ստանում։ Ինձ թվում է կարող է բարձրանալ, որովհետև այստեղ նկատեցի, որ ես առաջի ռաունդն է եւ առաջ դեռ ունի դեռ շատ թարմ էլի էներգիան տեղն է եւ ինձ թվում է կարող է բարձրանալ, բայց այստեղ մի հատ մեջբերում անեմ փորի հարվածները շատ ավելի օրինակ դու եթե փորի հարված ստանաս եւ նոկաուտ լինես ու չես կարող շարունակել, բայց եթե օրինակ դեմքից հետո նոկաուտ լինես, դու արդեն կարող ես շարունակես էլի։ Դեռ փորից հարվածները շատ ցավոտ են, էլի շատ ցավոտ։ Իսկ թվում է կարող է բարձրանալ, որտեղ առաջ խաղում է։ Եվ բռնցքամարտիկը բարձրանում է։ Ճիշտն ասած, Մենի Պակյաոին էլ եմ շատ հավանում որպես բռնցքամարտիկ։ Ինձ թվում է դիմացինը չի կարող բարձրանալ։ Չի կարող բարձրանալ։ Ինձ թվում է։ Կկնում եմ եւ դիմացինը չնայած ուժեղ հարվածի բարձրանում է։ Առաջի սխալը։ Շատ դաժան հարված ստացավ։ Իմ ամենասիրած հարվածներից մեկն է։ Եվ ինձ թվում է չի կարող բարձրանալ, որովհետև շատ ցավոտ հարված է դա։ Հարված է։ Տեսնենք ճիշտ պատասխանը։ Եվ Սևամորտերը իրանք գենետիկայով շատ ուժեղ են։ Չնայած ընդհանուր ինքը վերջում պարտվում է։ Չնայած այդ հարվածին։ Ես այս մենամորտը տեսել էի, բայց չեմ հիշում բարձրացնել դա։ Բայց ինձ թվում է չի կարող բարձրանալ, որտեղ շատ պետք է շատ կոպիտ ասած առուծի սիրտ պետք է ունենաս, որ կարողանաս ծանր հարվածներից հետո ոտքի կանգնես։ Տեսնենք։ Սա հիմա հոգեբանորեն հաղթահարում է ոչ թե ֆիզիկապես պետք է հոգեբանորեն հաղթահարում բարձրանալ։ Արտվել է։ Ես մենքս մտածում եի, որ չէր կարող բարձրանալ։ 4-րդ փուլում մասնակիցը ընտրում է քարտերից մեկը, որտեղ նրան սպասում է հատուկ հանձնարարություն, որը նա պարտավոր է կատարել մոտակա ժամանակահատվածում։ Քո սիրած վայրից կարճ տեսանյութ նկարահանիր։ Շատ լավ։ Դե ինչ այսօր այսքանը։ Հիշեցնենք, որ մենք գտնվում ենք Alpha ֆոտոստուդիայում, որտեղ կարող եք ստեղծել ձեր լավագույն կադրերը, աշխատելով հմուտ մասնագետների հետ ջերմ ընտանեկան մթնոլորտում։